Վեհապարը զանգերն էլ հնչեցրել, սրբազանները դուրս են եկել, ինչ պիտի անի, դուք պիտի կարողանաք այդ ամեն ինչը կազմակերպեք, մոբիլիզացնեք եւ ամենակապ սրան նրա գրպանը չգցեք։ Այս պահին էլ այս մարդը Վարդան Ղուկասյանը վերցրել էր, չէ՞, այդ առաքելությունը մասամբ իր վրա, կհամաձայնեք, չէ՞, պարոն Նահապետյան, որ մասամբ իր վրա վերցրել էր։ Իհարկե դուք կոչ էիք անում, որ պիտի ընտրությունից հետո ինքը դուրս գա։ Այո։ Այդ այն լիցքը, որ հավաքվել էր, ժողովրդի, իհարկե, այդ լիցքը պիտի տեղափոխվեն Երևան։ Ես այս տաղավարից դրա մասին մի քանի անգամ ասել եմ։ Այսինքն մենք հիմա սպասեցինք այնտեղ, որ հիմա Վարդան Ղուկասյանն եւ իր մտերիմներին վստահաբար իր ընկերներին, նրանք ովքեր կշիռն են հեղինակություն իրաց են ձերբակալել։ Անպայման։ Ինքը շատ լավ հասկանում է թե այդ ամեն ինչը ոնց կարող է լինել։ Իհարկե, վստահաբար այդպես է։ Հիմա ճիշտ է, ժողովուրդը հիմա Գյումրու հրապարակ է գնում, դա ոստիկանական ուժեր են կենտրոնացել, մահակն է, ուրիշ բան չէ։ Պարզ է, որ հիմա Երևանից բոլորին կլցնի այնտեղ կասի, չէ, սա պիտի կազմակերպված լիներ, հիմա ինչ պիտի անի, այս անդիմադիրները կգնան այնտեղ, ամեն մեկը ուղիղ եթեր կմտնի, կասի մենք էստեղ ենք, տեղում ենք, դե գնացինք տուն։ Ես չգիտեմ, ես կարծում եմ, որ հիմա նայեք, այստեղ եթե առարկայական, հա, խոսենք, Երևանից մինչև Գյումրի, շատ մինչև կազմակերպվի, մինչև օգնություն, մինչև մարդիկ, ոստիկանական ուժերը շատ ավելի արագ, չէ, շրջաններից հասնում են։ Ես ինչ խորհուրդ եմ տալիս, եթե անդիմադիր դաշտը չարձագանքեց համարժեք ձևով այս Գյումրու դեպքերին, ինչպես ասում են, այդ ամեն ինչը չոքելու ամեն մեկի թուռը։ Դե չոքել է արդեն։ Եվ հետևաբար, օրինակ ես առաջարկում եմ, հիմա անդիմադիր ուժերը, ովքեր որ կան, հավաքվեն, քանի որ ակնհայտ ընտրված քաղաքապետի եւ իր թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդում է, այդ տենց ձևակերպում են, չէ՞, քաղաքական հետապնդում, առաջարկում եմ ժողովրդին կոչով դուրս գալ հրապարակ եւ այդ ժողովուրդը ոչ թե գնա Գյումրի, այլ Հայաստանի Հանրապետության Իսակովի պողոտա ԱՄՆ դեսպանության մոտ եւ պարոն Տրամպը կնայի 15, 20, 50 հազար Հայաստանի քաղաքացին ինչ կարծիք ունեն Հայաստանի օրվա իշխանությունների եւ այդ իշխանություններին ուղակի թե անուղակի հովանավորող ԱՄՆ ղեկավարների նկատմամբ իսկապես լծակ ես ասել եմ եւ ել եմ կրկնում Փաշտան Նիկոլ Հայաստանում մի անձից է մրցում զանգի Հայաստանում ԱՄՆ դեսպանից հարգելի ընդդիմադիրներ հավաքեք ժողովրդին ուղիղ Իսակովի պողոտա կեցված դրսևորեք ասեք չէ որ ԱՄՆ-ն է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես գալիս որպես ամենահզոր գերտերություն։ Այս պահին ավելի շուտ թող գնան կառավարություն, հետո դրանց կառավարության կեցվածքը հիմա ինչ որ հակասական բաներ է գալիս։ Գրում են որ Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, հետո ասում եմ ալի գրումա ձերբակալվել է։ Հնարավոր է այս պահին ճշտել։ Ձերբակալված է թե ձերբակալված չէ եւ հիմա ուրեմն Գյումրուց խորհրդական է ոնց որ դուրս է եկել ուղիղ Գյումրեցիներ դուրս եկեք տներից եկեք քաղաքապետանի մոտ պաշտպանելու օրընտրված փոխ քաղաքապետներ քաղաքապետի շահերը եկել են 6-րդ բաժնից միլիցիայի ես չգիտեմ ուժային կառույցներից ուզում են քաղաքապետին առաջը մարզնացրել են 30-40 հոգով 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետան պարալիզացրել են ամբողջ աշխատանքը ժողովրդի կանայք աղջիկներ կային բոլորը վախի մեջ էլի մի ահավոր սարսափելի իրավիճակ է ժողովուրդ գյումրեցիներ ով սիրում է իր հարգում է քաղաքը հենեք պաշտպանեք ձեր օրենքով օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը եկեք շրջապատեք քաղաքապետարանը որ գործողություններ չկատարեն այսքան խնդրեմ կոչ են անում մենք ինչ պիտի անենք մենք կարող ենք մի հատ գյումրեցիները եկեղեցու զանգերը այս կարող եք էլի արագ բան անել Մարիամ հա այս հիմա սա բան անենք արագ ցուցադրենք մենք սպասում ենք նոր ինֆորմացիաների հիմա Անդրանիկն էլ կգա այստեղ Թևանյան քիչ հետո մենք շարունակենք մի անգամից ուղիղ եթերում աշխատել Այնպես որ մենք շատ թեմաներ էինք առանձնացել շատ ակտիվ շատ արագ շատ ակտիվ դե հիմա 1000 անգամ իրանք սայթակեցին ոստիկանական ուժերը եթե այստեղ ժողովուրդը հավաքվեց այդ ուժերը չի բավականացնի եթե պարզի որ Վանաձորն էլ ոտքի կանգնի պարզի Էջմիածինն էլ ոտքի կանգնի ոչ մի ոստիկանական ուժ չի բավականացնի Սա դեռ 2 ժամ առաջ էր որ զանգերը հնչեցնում էին ասում են ժողովուրդը
Հավաքվի։ Հիմա անդադ փոխանցեք ինչի։ Այո, ոստիկանական ուժերը Երևան։ Երևանից Գյումրի։ Արելի թվով ոստիկանական մեքենաների շարաշյունը օկուպացիոն ռեժիմը իր ստահակ, ես ուրիշ բառ չեմ գտնի, ղեկավարների հրամանով շարքային անձնակազմին տանում է Գյումրիում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Բայց օկուպացիան ինչա նորից եմ ասում, պոզով պոչով